Դե ինչ, մեզ մոտ մեր հյուր եկավ, որին ես անչափ ուրախ եմ տեսնել եւ խոսելու ենք շատ լուրջ թեմայից, շատ լուրջ, կարեւոր եւ ես կասեի որոշիչ թեմայից ենք խոսելու, որտեղ եթե այդ ասպարեզում, որի մասին խոսել ենք, իսկ Սուսանան ասեք, ասի ինչի մասին ենք խոսելու եւ ով է մեր հյուրը, եթե մենք այդ ոլորտում կտրուկ փոփոխություններ չանենք ու շատ լուրջ, գրեթե ապագա չունենք։ Հա, Սուսանա։ Ես համամիտ եմ, իսկ որպես փոքրիկ անոնց ասեմ, որ այսօր խոսելու են կրթության մասին, ուսուցչի եւ նրա հեղինակության մասին։ Ինչպես դարձնել դպրոցը եւ ուսումնական հաստատությունը երեխայի համար ավելի ոգևորող մի վայր եւ կփորձենք միասին պարզել որն է կորիզ հիմնադրամի հիմնական կորիզը։ Իսկ հիմնադրամի ղեկավարը այսօր մեր տաղավարում է Սուրեն Ալոյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչի ես չներկայացվեցի, որ հաճելի է, չէ՞ որ Սուսանայի նման համայի սիրուն Շնորհակալություն։ Մարդը ոչ թե իմ նման մարդը ներկայացնում էլի։ Երևի սկսենք ամենակարևորից։ Տարիներ առաջ ուսուցիչը հասարակության ամենահարգված մարդկանցից եւ մասնագիտություններից մեկն էր։ Ըստ ձեզ ինչ փոխվեց մեր մտածելակերպի, մեր ընկալման եւ առհասարակ իրականության մեջ, որ այսօր մենք խնդիր ունենք հատուկ ծրագրով բարձրացնել ուսուցչի հեղինակությունը։ Բազմաշերտ է իրականում հետևանքները։ Հիմնական խնդիրներից մեկը դա գիտեք կրթությունը բաժանվում է երկու հիմնական էտապի։ Առաջի էտապը դա սոցիալական կրթությունն է։ Սոցիալական կրթությունը դա մեր դաստիարակությունն է, դա մեր ֆունդամենտն է, այն ինչ որ մենք ստանում ենք տունը, մեծի հանդեպ հարգանքը, դաստիարակությունը, փողոցում ստացած մեր կրթությունը, դա ֆունդամենտն է, որից հետո նոր մարդը մտնում է ինստիտուցիոնալ կրթություն, այսինքն մանկապարտեզ, արդեն դպրոց եւ այլն։ Ամեն ինչի սկիզբը դրվում է իրականում տանը։ Ֆունդամենտը եւ ուսուցչի հանդեպ հարգանքը եւ մարդու մեծի հանդեպ հարգանքը այդ ամենը սկսվում է դեռ տանը։ Հիմա մենք իրականում նաեւ շատ մեծ խնդիր ունենք սոցիալական կրթության առումով, այսինքն ֆունդամենտալ կրթության, թե ինչպես են ծնողը դաստիարակում, ինչքանով է ծնողը ներգրավված ընդհանրապես դաստիարակչության եւ կրթության գործընթացում։ Սա բավականին մեծ խնդիր է եւ հետո նոր երեխային մտցնում է արդեն ինստիտուցիոնալ կրթություն, որովհետեւ իրականում երեխան դա ծնողի հայելանման պատկերն է, կամ կարելի ասել դպրոցը հասարակության հայելանման պատկերն է։ Ստեղ առաջի խնդիրներից մեկն է։ Երկրորդը իհարկե արդեն պետության դերը եւ մոտեցումը դեպի ուսուցչի ինստիտուտ։ Ցավոք սրտի այստեղ նույնպես ունեցան խնդիրներ, ամեն տարի գնալով ուսուցչի դերը սոցիալական կարգավիճակը գնալով իջավ եւ սա բավականին մեծ խնդիր առաջացրեց։ Տեսեք, աշխարհի բոլոր երկրներում ուսուցիչները կազմում են բնակչության ընդամենը 1-ից առավելագույնը 2%-ը, 1%-ը։ Հայաստանում 1% են ուսուցիչները կազմում բնակչության, եւ փաստացի ստացվում է, որ այս 1%-ի ուսերին դրված է ամբողջ քաղաքակրթության ձևավորումը, չէ՞ որ երեխան 12 տարի տեսնում է ուսուցչին։ Խնդիրը կայանում է նրանում, թե ինչքանով ենք մենք հասկանում այդ բանաձևը ուսուցիչ 1% եւ 99%։ Ինչպես է, նախ եկեք պատկերացնենք ում է իր առջև տեսնում երեխան 12 տարի։ Ուսուցչին։ Ում է եւ մյուս բանը կարեւոր պետք է հասկանալ։ Երեխաները չեն սովորում հատկապես մինչեւ 17-18 տարեկան երբ ուսումնասիրում ես երեխայի զարգացման գործընթացը, պարզ է, որ երեխան չի սովորում գրքից կամ տետրից։ Երեխան սովորում է մարդուց, ում սիրում է, ում հարգում է։ Դուք հիշեք ինքներդ ձեզ սիրում էիք ձեր ուսուցչին, սիրում էիք ձեր առարկան, չէիք սիրում ուսուցչին, չէիք սիրում առարկան։ Սա պարզ ճշմարտություն է։ Ուսուցիչը քեզ չէր սիրում, չէր սովորում իր առարկան։ Դասարանից քեզ հանում էր։ Խնդիրը նրանում է, որ երեխան սիրում է սովորել այն մարդուց, ով իր համար role model է, այսինքն օրինակելի կերպար է։ Եվ եթե այս կապը անջրպետը ստեղծվում է, արդեն բավականին դառնում է դժվար երեխային եւ ուսուցչին։ Ինչու է այս ամենը տեղի ունենում, տեսեք, հիմա եթե դու որպես աշակերտ քո առջև տեսնում ես 12 տարի մի մարդու, ով օրինակի համար ընդհանուր առմամբ ցածր սոցիալական կարգավիճակ ունի բավականին շատ դժվարություններ, օրինակի համար շատ ուսուցիչներ ունենք, որոնք որ
հարդարվելու, սեփական խնամքով զբաղվելու նրանց աշխատանքը չի բավարարի դա։ Սոցիալական բազմաթիվ խնդիրներ, ընտանեկան խնդիրներ, տանը, հա, եւ այլն։ Եվ այդ ամենը իհարկե մարդու գլխի մեջ է։ Եվ դու դրանով միևնույն է մտնում ես դասարան, դու չես կարող դրանք անընդհատ թողես դուրս, դրա քո առօրյան են։ Եթե տանը երեխա հիվանդ է եւ ենթադրենք դու դժվարանում ես նրան ապահովել անհրաժեշտ բուժումով, ինչ ուզում ես արա, դու գալիս ես արդեն ստրեսված եւ ինչ է տեղի ունենում։ Երեխան տեսնում է մի մարդու, որը ընդհանուր առմամբ իրեն հաջողակ չի զգում։ Իսկ երբ նայում ես մարդուն, ասում ես, ես չեմ ուզի այդպեսին լինել։ Եվ այս անջրպետը ստեղծում է, որովհետև պարզ ճշմարտություն կա։ Հաջողակ սերունդ կարողանում է մեծացնել հաջողակ մարդիկ։ Եվ մեր ուսուցիչները պետք է լինեն մեր հասարակության ամենահաջողված, ամենագնահատված մարդիկ։ Եվ հենց հեղինակության խնդիրը սկսվում է այստեղից։ Ուսուցիչը հասարակության մեջ պիտի լինի ամենագնահատված, ամենաբարձր հեղինակություն ունեցող եւ ինչպես ժամանակին էր, կհիշեք երևի, ցանկացած ընտանիքում, բակում, եթե կար պրոֆեսոր, կար ուսուցիչ, բոլորս միանգամից ձգվում էինք անցնելով, ուզում էինք նրան նման լինեինք, նա հեղինակություն էր։ Այ մենք պետք է կարողանանք վերջիվերջո վերադարձնել հասարակությանը ուսուցչի իրական դերը, բացատրենք իրական ուսուցչի խնդիրը, հատկապես հիմիկվա նաև ժամանակակից ընտանիքներին, որովհետև ծնողներից շատերը կրթությունը սխալ վերաբերմունք ունեն ընդհանրապես դպրոցին եւ կրթությանը։ Ծնողներից շատերին թվում է, որ երեխային պետք է առավոտյան տանել դպրոց, իսկ երեկոյան վերցնել նրան մաքուր, կուշտ եւ կրթված։ Ես մենք ոչինչ չունենք անելու դրա համար։ Չէ, բացի դրանից ինքը բերում է երեխուն դպրոց եւ տերորի է ենթարկում ուսուցչին, որը իր կարծիքով իր երեխուն վատ է վերաբերվում, ինչ որ բան ասել իր երեխուն, ձենա բարձրացրել կամ չգիտեմ ինչ որ նկատողություն արել ու դրա համար գալիս է ինքը ինչ որ ուսուցիչներ, ես հիշում եմ այդ որ դուք ասեցիք Սուրեն, մեր ժամանակ մենք նայում էինք, եթե ուսուցիչը ձգվում էր, իսկապես դա տենց էր, այդ մեկ, երկրորդը մեզ համար ուսուցիչները ոնց որ սենց օլիմպի մարտելն էին։ Մենք չենք պատկերացնում իրանց առօրյա կյանքում, իրանք գալիս էին դպրոց ու դառնում էին մեզ համար մի ուրիշ խավի, ուրիշ շերտի մարդ։ Իսկ տնօրենի սենյակ մտնել, տնօրենի կաբինետ մտնել, դա ընդհանրապես ինչ որ բան էր, անհնար բան էր, էլի քո համար ստացվում։ Իսկ այսօրվա դրությամբ ուսուցիչի պես մի բան։ Դե լուրջ խնդիր կարայր ունենալ կամ քեզ պիտի շատ գովային կամ պիտի ավելի երկրորդ տարբերակներ։ Իսկ այսօրվա դրությամբ ուսուցիչների հանդեպ վերաբերմունքը համ հասարակության մեջ, համ ընտանիքներում եւ այլն դարել է 0։ Ես չեմ պատկերացնում, որ ես գարեի տուն ու ասեի, գիտես, այս ուսուցիչը ցենց ինձ բան ասել, մամաս ուսուցիչ էր, կտար գլուխս կպոկեր որից ասել։ Իդեպ շատ կարևոր թեմա եք բարձրացնում եւ հիմա թեկուզ մեքենաներում մեզ լսող ծնողներին կուզեի մի լավ խորհուրդ տալ։ Տեսեք, ծնողը պետք է լավ գիտակցի, երբ տանը կամ որևէ վայրում քննադատում է երեխայի ներկայության ուսուցչին, ինչ է տեղի ունենում։ Իրականում ծնողները այստեղ լավ չեն պատկերացնում։ Երբ դու երեխայի աչքերում նվաստացնում ես ուսուցչի ինստիտուտը, իրականում ամենամեծ վնասը դու հասցնում ես քո երեխային, որովհետև նա այլևս չի ուզում սովորել այդ մարդուց։ Դու հեղինակազրկում ես այն մարդուն, ում մոտ դու ուղարկում ես, որպեսզի քո փոխարեն աշխատի եւ կրթի։ Նույնիսկ եթե ուսուցիչը ինչ պարագաներում եղել է իրականում սխալ, միևնույն է ծնողը իրավունք չունի երեխայի աչքերում կամ երեխայի ներկայությամբ քննադատել ուսուցչին, վատաբանել ուսուցչին, որովհետև երեխան ուղակի կդադարի ցանկանալ սովորել այդ ուսուցչից եւ ընդհանրապես ուսուցչի ինստիտուտից։ Հետեւաբար ծնողը պետք է հասկանա, որ նույնիսկ եթե ինչ որ պարագայում խնդիր կա, ապա որևէ պարագայում երեխայի ներկայությամբ քննադատել, վատաբանել կամ խոսել ուսուցչից հեղինակազրկելով, դա միայն վնասելու է ամբողջ կյանքում իրենց երեխաներին կրթվելու գործընթացում, որովհետև նրանց երեխաները այնուամենայնիվ 16-ից 18 տարի անցնելու են ուսուցչի ձեռքի տակով։ Ուսուցչի ինստիտուտի մասին եմ խոսում, սա միայն դպրոցի ուսուցիչ չի, դա պրոֆեսորն է, դա ընդհանրապես մարդն է, որը քեզ փորձում է ինչ-որ բան սովորեցնել, հա, ուսուցիչ ինստիտուտի մասին ենք խոսում։ Ուսուցիչը դա կոչում է իսկապես դա տենց։ Ես օրինակի համար կարդացել եմ մի հետաքրքիր նյութ Ճապոնիայում ուսուցչի դերի մասին, որը իսկապես շատ չի վաստակում, ինչ որ բան, բայց ընդհանրապես խնդիր չունի, որովհետև ինքը իսկապես Օլիմպի Զևսի մակարդակի մարդ է։
իրան լրիվ ուրիշ ձև են անցալում։ Ստեղ մի շատ կարևոր հարց Սուրեն ջան։ Նայեք, այսօրվա դրությամբ մանկավարժական ինստիտուտն համասարանը ընդունվելը դարել է ոնց որ եթե ոչ միտեղ չընդունվեցին, ասել դարալ մանկավարժ։ Ու մենք փաստորեն այսօրվա դրությամբ այդ մարդիկ, ովքեր գնում են ուղակի որտեղ ուրիշ բան չստացվեց, հետո գալու են դպրոց, մանկապարտեզից սկսած, չէ, դպրոցներում բան, մեր երեխեքին սովորացնեն։ Արդեն արժե զրկված։ Արդեն իրանք էլ դե լավ, հիմա այնտեղ իր բան չդառա ուսուցիչ, այդ է դառնում։ Ցավոք սրտի շատ ճիշտ է, ուղղակի նորից վերադառնանք հետ, որտեղ Ճապոնիայի օրինակը բերեցիք, հետո գանք մինչև մեր մանկավարժական համալսարան։ Իրականում կորիզը ստեղծվեց ուսումնասիրելով հենց 6 երկրների փորձ, որոնցից մեկը Ճապոնիան էր։ Ճապոնիան, Իսրայելը, Գերմանիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Սաութ Կորեան, սրանք այն երկրներն էին, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թռիչք կատարեցին կրթության ոլորտում, leapfrog կոչվում է տերմինը։ Եվ այս բոլոր երկրները 3 հիմնական զուգահեռներ ունեին։ Եվ առաջի գլխավոր էլեմենտը, որը որոշում կայացվեց, դա ուսուցչի հեղինակությունն էր եւ սկսվեց հենց Ճապոնիայից եւ կայսրը խոնարհվեց ուսուցչի ոտքերի առջեւ, համբուրեց ուսուցչի ոտքերն ու ասաց, որ այսուհետ ուսուցիչը լինելու է ամենաբարձր հեղինակությունն ունեցող կայսրից էլ վերև։ Եվ մինչև այսօր Ճապոնիայում, երբ երեխաներին հարցնում ես ինչ ես ուզում դառնալ, նրանք երազում են ուսուցիչ լինելու մասին, որովհետև ուսուցիչը ունի ամենաբարձր հեղինակությունը։ Հասկանում եք, օրինակ, եթե երբևէ եղել եք Միացյալ Նահանգներում, ես Միացյալ Նահանգներում ես զինվորական եմ եղել երկար տարիներ մինչև կրթության ոլորտ մտնելը, եւ երբ Միացյալ Նահանգներում եւ առիթ եմ ունեցել մոտ 1 տարի նաեւ ծառայել ամերիկյան ռազմածովային ակադեմիայում Մոնտերեյի եւ շատ հետաքրքիր էր, երբ համազգեստով դուրս էր գալիս փողոց եւ մարդիկ ուղակի մոտենում էին քեզ եւ ասում thank you for your service, շնորհակալություն քո ծառայության համար։ Սկզբից դա տարօրինակ էր ինձ համար, հետո սկսեց դառնալ հաճելի, հետո Կիրակի օրերն էլ էի ուզում համազգեստով դուրս գալ, որովհետեւ դա հաճելի էր։ Բացի դրանից, որ քեզ անընդհատ շնորհակալություն էին հայտնում, դու հերթ չէիր կանգնում, բոլոր տեղերում զեղ չունեիր անընդհատ առավելություններ ուներ եւ այդ արտոնյալ պայմանները քեզ անընդհատ ստիպում էր քեզ զգալ կարեւորված։ Եվ այդպես պիտի լինի իրականում ուսուցչի մասնագիտությունը։ Երբ ուսուցչին դու բարձրացնում ես, ինչ է սկսում տեղի ունենալ։ Մարդկանց համար ամենակարևոր զգացողությունը ռուսերեն ասում են чувство значимости։ Յուրաքանչյուր մարդու համար ամենակարևոր բաներից մեկն է։ Երբ դու ուսուցչին տալիս ես ամենաբարձր հեղինակությունը, ինչ է սկսում տեղի ունենալ։ Հասարակության լավագույն շերտերը ուզում են դառնալ ուսուցիչ, ձգտում են դեպի մանկավարժական համալսարան։ Այդ պարագայում դու կարողանում ես ընտրություն ունենալ եւ ընտրել լավագույններից լավագույններին, ովքեր հետո այդ 1%-ը, այսինքն քո հասարակության լավագույն 1%-ը, որը պետք է կարողանային մյուս 90%-ին կրթել, դասերակել եւ մեծացնել, որովհետեւ նորից եմ ասում, հաջողակ մարդիկ են կարողանում մեծացնել հաջողակ մարդկանց, սա բանաձև է։ Եվ ուսուցիչը իրեն պետք է զգա հասարակության ամենահաջողված, ամենագնահատված սեգմենտներից մեկը։ Սա ուղիղ զուգահեռներ են։ Բայց նաև այդ երկրները դուք նշեցիք ցածր աշխատավարձ, դա այդքան էլ այդպես չէ։ Խնդիրը միայն աշխատավարձի մեջ չի։ Համեմատական եմ ասում, լավագույն դպրոցական բանը համակարգերը համարվում են Սինգապուրը, Յապոնիան, Ֆինլանդիան, Կորեան, Էստոնիան։ Այո, բայց խնդիրը կայանում է նաև ինչում, տեսեք, ուսուցիչը դա իրոք առաքելություն է։ Քիչ առաջ դուք էլ ասացիք, տեսեք, կան մասնագիտություններ, որ մենք ենք ընտրում։ Ես հավատում եմ, որ կան մասնագիտություններ, որ իրանք են ընտրում մարդուն։ Ուսուցչի մասնագիտությունը բառից բուն իմաստով առաքելություն է, որովհետև նախ շատ բարդ է, երկրորդը շատ կարևոր է։ Հիմա շատ մարդիկ ուսուցիչ դառնալուց ի սկզբանե գիտակցում են, որ նրանք չեն ունենալու բարձր աշխատավարձ, նրանք չեն ապրելու հարուստ կյանքով, նրանք ապրելու են ուրիշ հարստությամբ։ Եթե դա առաքելություն է, եթե դա իրանք հասկանում են։ Այստեղ կարևոր հարցը գալիս է իսկ պետությունը ինչպես է ներգրաված լինում։ Տեսեք, խնդիրը միայն աշխատավարձի մեջ չի։ Պետությունները, շատ պետություններ ուսուցիչներին տալիս են բազմաթիվ արտոնյալ հնարավորություններ, արտոնություններ։ Օրինակ, բազմաթիվ պետություններում, երբ դու ուսուցիչ ես, քո ընտանիքը ունի ամենաբարձր առողջապահական ապահովագրությունը։ Եթե քո ընտանիքի ուսուցչի ընտանիքից որևէ երեխա ընդունվում է աշխարհի ցանկացած
ցանկացած համասարան պետությունը հոգ է տանում նրա կրթության ամբողջ գումարի մասին։ Երբ դու դիմում ես օրինակ բնակարան ձեռք բերելու համար, այսինքն քո բնակչության 1%-ը, կարևորագույն 1%-ին դու տալիս ես արտոնյալ տոկոսադրույք, ամենացածր տոկոսադրույքը բնակարան ունենալու եւ այլն, հա։ Նույնիսկ ամենահասարակ բաները, չգիտեմ, օդանավակայանում հերթ չի կանգնում ուսուցիչը եւ այլն, այսպիսի բազմաթիվ արտոնյալ հնարավորություններ, որոնք պետությունը կարող է անել, որպեսզի ուսուցչի կյանքը դառնա ավելի հարմար, ավելի գնահատված, Մասնագիտությունը գրավիչ դառնա։ Ավելի մասնագիտություն գրավիչ եւ այստեղ միայն աշխատավարձը չի։ Դրա որը էդ էլա դառնում այդ սոցիալական փաթեթը տենց ասած, ինքն էլա, ինքը ինչ որ այդ աշխատավարձի մի մասն է, որը նյութական չէ, դու չես տանում ու չես շոշափում, բայց ինքը կա։ Օրինակի համար կներեք իհարկե, որ դուք մասնագետն եք այդ ոլորտի։ Ես միշտ մտածել եմ sense մի բան, որ մանկավարժական համալսարան ընդունվելու համար, մանկավարժական ցանկացած բու ընդունվելու համար դու պիտի ես իմ overless որ կարողանաս ընդունվես 1 դու պետք է ամենածանր ընդունվելու տեղը պետք է լինի ամենածանր եթե դու ասենք կարող է դաժե բժշկական ավելի հեշտ ընդունվես կամ մանկավարժական այդ 1 երկրորդը մանկավարժականից դուրս գալուց անմիջապես հետո դու պիտի ստանաս ահագին բարձր աշխատավարձ եւ այդ արտոնությունները այդ ժամանակ միգուցե կձգտեն գնալ են դա ընդունվել թող լինի դա առաքելության ճանապարհը չէ, այլ նյութական ճանապարհ է, բայց կամած այդ նյութականը կդառնա առաքելական։ Ինձ տենց է թվում։ Միգուցե սխալ եմ, որտեվ այդ պրիմիտիվ ինչ որ բան եմ ասում, բայց ինձ թվում է, որ ինք աշխատող տարբերակ կարող լիներ։ Եթե դեմ չեք մեր հայ իրականությունից խոսենք, որովհետև այդ փայլուն օրինակները իսկապես պետք է որ կիրառվեն եւ երևի թե այլ հարց է, որքանով դրանք համապատասխանում են մեր հայկական հոգեկերտվածքին, մենտալիտետին, որքանով դրանք կիրառելի են։ Օրինակ, մի առիթով էլ մենք խոսում ենք ուսուցչի հետ եւ ես այս տաղավարում այդ օրինակը բերել եմ, որ մարզերից մեկում դպրոցում ուսուցիչը վատ առողջ լինելով ամենաշատ մտածել է այդ պահին ոչ թե առողջական վիճակի մասին, այլ որպեսզի չնկատեն եւ չծաղրեն, որովհետեւ շատ վատ է զգացել որոշ դրսևորումներով առողջական։ Եվ սա խնդիր է։ Եվ այն բևեռացումը, որ կա ընտանիքի եւ դպրոցի միջև, շատ անգամ շատ ընտանիքներում ակնհայտ է, երբ ամբողջ կրթական եւ դաստիարակչական բեռը ընտանիքը դնում է դպրոցի վրա Եվ ինչպես ասացիք առավոտյան հանձնում են երեկոյան ուզում են վերցնել կուշտ, կրթված եւ դաստիարակված երեխա։ Այս արդյոք աշխատանքը պիտի տարվի միայն մի ուղղությամբ, որովհետեւ նաեւ կա չէ դաստիարակչական սկզբունքների մեջ օրինակ հայրը տղային ասում է երբեք չխղճանաս, եթե խփում են դու էլ խփի, դպրոցում այլ մոտեցում է։ Այդ ընտանիքի եւ դպրոցի տարբերությունը որոշ ընտանիքներում ոչ այսպես մասսայական Այդ շատ կարևոր խնդիր է Վարսազյանում վերադառնանք նշածս որ կրթությունը էտապների է բաժանվում եւ կրթությունը միայն չի սկսվում դպրոցից կրթությունը սկսվում է ընտանիքից առաջին հերթին եւ մեր գլխավոր խնդիրը կայանում է եթե կարճ ասեմ առաջին հերթին ծնողները պետք է լինեն դաստիարակված որպեսզի իրենց երեխաները լինեն իրանց նման իսկ եթե արդեն ուշացել են ըստ Մակարենկոյի որովհետեւ երեխայի համար ամենաշատը role model կերպարը դա իր ծնողներն են, իր մայրն է, իր հայրն է եւ նա ուզում է ամենից շատը նմանվել իր ծնողներին եւ եթե դու չես ուզում որ քո երեխաները լինեն մոնստերներ, ուրեմն մի եղիր մոնստեր առաջին հերթին ինքդ ստեղ է ամենակարևորը եւ իրականում ուսուցչի ուսերին դնել այդ բեռը դա абսուրդ է ուսուցչի գործը դա չի կայանում նաեւ անել այն ինչը ծնողը պետք է անել այստեղ պետք է ուղղակի կարողանալ ճիշտ բացատրել որ ծնողը ունի ամբողջական ներգրավվածություն ամբողջ կրթության գործընթացում։ Եթե ծնողը ներգրաված չեղավ, այլ հույս ունեցավ, որ միայն նրա գործը դպրոց ուղարկելն է, ապա ձախողվելու է։ Եվ ուսուցիչն է ձախողվելու, եւ դպրոցը, եւ ընտանիքում է ձախողվելու, եւ այդ երեխան է ձախողվելու։ Սա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, որ այս շղթան պետք է աշխատի մեկը մյուսից։ Մեկը մյուսից բխելով։ Այո, առաջի հերթին մենք նաև պետք է հասկանանք ինչ է նշանակում ծնող լինել, որովհետև շատ մարդկանց թվում է, որ
ծնողը, եթե դու ծնող ես ունեցել, ուրեմն դու նաև կարող ես լավ ծնող լինել։ Ոչ, ծնողավարումը դա նույնպես մասնագիտություն է։ Ինչպես ցանկացած մասնագիտություն գնում ես տարիներով սովորում ես, ձեռք ես բերում եւ այլն, ծնող լինելը դա նույնպես մասնագիտություն է եւ պետք է կարողանալ սովորել ծնող լինել։ Սա առաջնահերթ կարևոր բաներից մեկն է։ Եվ հենց խնդիրներից մեկն այն է, որ մեր շատ ծնողներ առաջին հերթին չեն կարողանում դառնալ ճիշտ ծնող եւ ակնկալում են, որ այդ ամենը, ինչ իրենք բաց են թողել, պետք է իրականանա արդեն ինստիտուցիոնալ կրթության։ Այստեղ արդեն իրականում ուսուցիչը կարծես ձեռքերը կապված լինի, նա շատ բարդ է։ Ինչպես նաեւ օրինակ, ինչի համար գոյություն ունի մանկապարտեզ հասկացողությունը։ Սա կրթության են առաջի preschool հասկացությունը, առաջի սկիզբն է։ Ինչի համար է սա, որովհետև մանկապարտեզի գլխավոր դերը դա երեխային պատրաստել սոցիումին, որովհետև կարճ եթե փորձեմ նկարագրել, ինչպես է յուրաքանչյուր ընտանիքում ամեն մի աղջիկ պրինցեսա է, ամեն մի տղա էլ պրինց է, թագավոր է, հետո եւ գնում է մանկապարտեզ, սկզբում տեսնում է, որ փաստորեն լիքը պրինցեսաներ կան, ինքը միակը չի եւ ինքը պետք է դրա հետ մի հատ ընդհանուր առմամբ Մարսի հետ ինֆորմացիան եւ նույնը, որպեսզի մտնի սոցիում, որ նա հասկանա, չէ, այդ պուճուր օղակի մեջ չի իր կյանքը։ Եվ նա հասկանա ինչ է նշանակում արդեն սոցիումը, սոցիալապես ընկալի կյանքը եւ նոր դրանից հետո գնա դպրոց, որտեղ արդեն ուսուցիչը կկարողանա երեխային ոչ թե միայն զբաղվել սոցիում ինտեգրելով, այլ նաեւ կրթելով եւ այլն։ Այստեղ բոլոր շղթաները ունեն իրանց դերերը։ Ընդհանրապես կրթությունը դա մեկը մյուսի վրա ձևավորվող կառույց է։ Ու չես կարող միանգամից գնաս ու 4-րդ հարկից սկսես, հա, ոնց շենքը կառուցել, չէ՞, չես կարող։ Այդտեղ ամեն ինչ սկսում է ֆունդամենտից, հետո սոցիալական կրթությունից։ Մենք ասացինք դրա մասին, որ ասիական պետությունները այսօր ոնց որ բան են, կրթության մեջ լակամատիվն են, առաջին բանն են, էլի քաշող եւ առաջ տանող բան։ Ինչու տեն ստացվեց։ Ասեմ, մենք արդեն խոսեցինք այդ զարգացած երկրների կրթության ոլորտում թռիչք կատարած երկու հիմնական քայլերի մասին, դրանք հիմնականում 3-ն են։ Բոլոր երկրներում 3 զուգահեռ քայլեր են տեղի ունենում։ Առաջինը սկսվում է հեղինակությունից, որի մասին մենք արդեն խոսեցինք, երկրորդը մենք խոսեցինք սոցիալական կարգավիճակի մասին եւ երրորդը ոչ պակաս կարևորը դա ուսուցչին ամեն օր անհրաժեշտ է տալ նոր հմտություններ, նոր գիտելիքներ, պատրաստել ուսուցչին ամեն օր։ Դա արդեն նաև պետության խնդիրն է, ինչպես նաև հենց ուսուցչի իր խնդիրն է, բայց մեր ուսուցչին մենք պետք է ամեն օր փոխանցենք նոր գիտելիքներ, նոր հմտություններ, ցույց տանք ժամանակակից աշխարհը։ Տեսեք, հիմա 21-րդ դարում արհեստական բանականությունն է գլուխ բարձրացրել եւ ուսուցիչը պետք է տիրապետի այդ ամենին։ Բացի դրանից, տեսեք, երբ դու ուսուցչին ծանրաբեռնում ես 30 հոգանոց դասարանով, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ սովորաբար ուսուցչի դասավանդման մեխանիզմին եւ նրա արագությանը, այսինքն անգլերեն կոչվում է teaching style, հա, կարող է ընդամենը դասանի 33%-ը համընկնել, մնացած 77%-ի մոտ միշտ դժվարություններ են առաջանալու եւ նա անհրաժեշտություն է ունենալու այլ կրթության։ Ուսուցիչը պետք է իր պահարանում միշտ ունենա անընդհատ նոր գործիքներ, որ եթե հանկարծ օրինակ սերոպը գալիս է եւ սերոպը ունի առանձնահատուկ որևէ կրթվելու կարիք, ուսուցիչը անմիջապես գնա իր դարակ, գտնի այդ գործիքը, ասի ես գիտեմ այս երեխայի հետ ինչպես պետք է աշխատես, որովհետեւ այնուամենայնիվ գոյություն չունի մեկ ստանդարտ տուփ, որի մեջ կարող ես մտցնել բոլոր երեխաներին։ Յուրաքանչյուր երեխա սովորում է իր հետաքրքիր ֆորմատով։ Նույնիսկ այդ մասով ասեմ, 19-րդ դարի հետազոտությունները պրոֆեսոր Ֆլեմինգի եւ Մոնտեսորիի ապացուցեցին, որ մեզնից յուրաքանչյուրը, որ ծնվում է, ինչպես ունի առանձնահատուկ մատնահետք, այնպես ունի առանձնահատուկ սովորելու 4 ունակություններ, 4 ֆունդամենտալ ունակություններ։ Դա տեսողական սովորելու ունակությունն է, լսողական, գրել կարդալու եւ կինեստետիկ։ Կինեստետիկը դրանք են մարդիկ են, որոնք առաջի հերթին չեն կարող նստած սովորել։ Նրանց անհրաժեշտ է շարժվել, որովհետեւ այդ երեխաների ուղեղը ավելի լավ է ընկալում, երբ նրանք շարժման մեջ են։ Երբ որ այդ երեխեքին օրինակ ես կինեստետիկ եմ, երբ որ ասում ես մի րոպե անշարժ նստի, ես կենտրոնանում եմ անշարժ նստելու վրա, ոչ թե ձեզ լսելու ու սովորելու վրա։ Երկրորդը այդ երեխաները սիրում են շոշափելիություն, եթե դու նրան բացատրում ես բաժակի մասին, նա չի ուզում միայն լսել, նա ուզում է շոշափել, տեսնել, իմանալ եւ ամենակարևորը պրոյեկցիա անել, թե այդ գիտելիքը որտեղ է կիրառելու ինքը իր կյանքում։
այսօրվա իրական կյանքում։ Բայց այդ 4 ֆունդամենտալ ունակություններից մեզնից յուրաքանչյուրի մոտ մեկը միշտ դոմինանտ է։ Հիմա օրինակ պատկերացրեք, ենթադրենք, Սուրենը գնացել է դպրոց եւ մենք Սուրենին դիագնոստիկա ենք արել ու պարզվել է, որ Սուրենի մոտ ենթադրենք 60%-ով զարգացած է տեսողականը, 9%-ով լսողականը եւ համապատասխան նաեւ մյուս երկուսը, բայց ուսուցիչը դասարանում ինչ է անում, հիմնականում խոսում է դեպի ինձ, փաստորեն թիրախավորելով իմ ամենացածր սովորելու ունակությունը, միաժամանակ ինձ դատապարտելով 9%-ից ավել ինֆորմացիա չընկալել ու տուն չտանել։ Եվ այստեղ խնդիր է առաջանում, որովհետեւ մենք շատ հաճախ սխալ ընկալում ունենք երեխաների ունակությունների մասին։ Մենք ասում ենք երեխան չի կարող կամ պիտակավորում ենք որպես վատ աշակերտ, բայց իրականում վատ աշակերտ հասկացողություն գոյություն չունի, գոյություն ունի անհամապատասխան դասավանդման մեխանիզմ։ Այսպես նորից ասեմ, անգլերենում ասում են teaching style ու learning preference, երբ որ ուսուցչի դասավանդման մեխանիզմը եւ իմ սովորելու դոմինանտ ունակությունը համընկնում են իրար հետ, ինձ դառնում է հեշտ այդ ուսուցչի հետ։ Դրա համար ասում եմ, ես այս ուսուցչի հետ հավեսա սովորում եմ, այն մյուսի հետ չեմ կարողանում, որովհետեւ նրա դասավանդման մեխանիզմը չի համընկնում իմ սովորելու ունակության դոմինանտության հետ եւ այդ դժվարությունն դասարանում ուսուցչին դժվար է, չէ՞, անհատական մոտեցում ցուցաբերել։ Պրակտիկ անհնարին է, այսպես նույնիսկ ասեմ, եթե չտաս նրան անհրաժեշտ գործիքներ։ Այսօր ժամանակակից աշխարհում, տեխնոլոգիական աշխարհում իրականում հնարավոր է։ Այսինքն այսօր հնարավոր է եւ կարողանալ երեխաներին բաժանել տուփիկների մեջ եւ կարողանալ հուշել ուսուցչին, որ այս օրինակ սեգմենտին օգտագործի ավելի վիզուալ նյութեր, այսպես, այս սեգմենտի հետ աշխատի մի բարդ է, շատ բարդ է, բայց ավելի ռեալ ու ավելի հնարավոր։ Ցավոք սրտի կրթական գործընթացը ինքը 100 տարիներով իրականում ռեալ զարգացումներ չի ապրում։ Ռեալ process-ում փոփոխություններ չեն տեղի ունենում։ Մենք կարող ենք ժամերով այս թեմայով խոսալ ու անվերջ կխոսանք, բայց ինչն է այսօր, շատ քիչ ժամանակ մնաց ուղղակի, ինչն է այսօր գլխավոր խնդիրը մեր երկրում։ Օրինակները կան, փորձը կա, մենք տեսնում ենք ոնց են աճել այդ պետությունները, որտեղ կրթված մարդիկ ավելի հաջողակ են, դա պարզ է։ Ինչն է մեզ Հայաստանում խանգարում այս ամեն ինչի մասին, որ դուք պատմում եք հիմա, կիրառել, երեխեքին բաժանել սեգմենտների, տարբեր երեխեք այդ դասարանում սովորում, ուսուցիչներին պատրաստել, ինչն է մեզ խանգարում, ինչի ենք մենք տենց հետանգած։ Իմ խորին համոզմամբ առաջի հերթին մեր ամենագլխավոր խնդիրներից մեկը կայանում է նրան, որ պետք է էապես բաժանել կրթությունն ու քաղաքականությունը, որովհետև կրթությունն ու քաղաքականությունը իմ խոր համոզմամբ չեն կարող իրար հետ քայլել։ Կրթությունը միշտ ունի 10, 20, 30 տարվա ռազմավարության կարիք, իսկ քաղաքականությունը ունի 4-ից 6 տարի կյանք։ Եվ ցանկացած ժամանակ, եթե սրանք իրար հետ զուգահեռ են լինում, յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի կարևոր է լինում այնուամենայնիվ 4-ից 6 տարվա մեջ ինչ որ արագ փոփոխությունների գնալ, բան ցույց տալ, որովհետև ամեն դեպքում դու քաղաքական ուժ ես եւ քո խնդիրը նաեւ վերարտադրվելն է։ Իսկ երբ դու կրթությանը սկսես վերաբերվել, կրթությանն ու կրթության նախարարին սկսես վերաբերվել որպես CEO, այսինքն general manager, որը ունի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, անկախ քաղաքական որևէ ուժից, այսինքն ինչպես է իրականում տեղի ունեցել այդ բոլոր երկրներում, ստեղծվել է կրթության խորհուրդ, կրթական ազգային խորհուրդ, որտեղ նստել են դիմադիր, քաղաքական, պետական եւ այլն բոլոր գործիչներ իրար հետ եւ որոշել են, թե պետության տեսլականը կրթության տեսանկյունից որտեղ պիտի լինի ու անկախ նրանից, թե հետագայում որ մի քաղաքական ուժը պետք է տիրի կամ կառավարի, կրթության տեսլականը չի փոխվել։ Իմ խոր համոզմամբ խայանում է ամեն ինչ նրանում, թե դու կրթությանը ինչպես ես վերաբերվում։ Առաջին հերթին որպես տեսլական։ Իսկ կրթությունը ինքը ինչ է, էս էլ կարևոր է հասկանալ պետության տեսանկյունից։ Պետությունը, ենթադրենք ունի 10, 20, 30 տարվա ռազմավարություն, ասում է, այ օրինակի համար ես տեսնում եմ, որ այսօրվա աշխարհակաղակական իրավիճակում իմ պետությունը կարող է զարգանալ այս ուղղությամբ կամ այն, օրինակ Հայաստանը ենթադրենք ասում է IT-ում կարող է զարգանալ, գյուղատնտեսությունում, туриզմում եւ այլն։ Երբ որ դու արդեն ունես հստակ ուղղություններ, դու ինչ ես անում, դու նաև իջնում ես ներքև եւ սկսում ես պատրաստել համապատասխան քաղաքացիներ, որոնք 10, 20, 30 տարի հետո պիտի կարողանան քեզ օգնել քո պետությունը քո տեսլականի նաև տանել առաջ։ Հիմա ցավոք սրտի ես չգիտեմ, մենք ունենք հստակ տեսլական։
Ունենք արդյոք հստակ տեսլական, որը նաև ուղղվում է հստակ կրթության մեջ։ Իսկ դուք ունեք այլ զրույցի Իսկ դուք ունեք այդ տեսլականը կարճ։ Ոնց պիտի Հայաստանը զարգանա կրթական համակարգը Հայաստանը։ Կրթական տեսլական ունեմ, քաղաքական ոչ։ Չէ, կրթական իմաստն է խոսքը։ Կրթության ոլորտում արդեն նշեցի հատկապես 12-ամյա կրթությունում 3 կարևորագույն քայլեր պետք է անենք։ Պետք է ստեղծենք կրթության ազգային խորհուրդ, որը կորոշի թե որտեղ ենք մենք ուզում լինել 10, 20, 30 տարի հետո, որոնք են մեր առաջնահերթությունները, որից հետո պետք է կարողանանք առաջին հերթին պատկերացնել իսկ ով է այդ մարդը, որը պետք է կարողանա պատրաստել, այսինքն ուսուցչի դերը ճիշտ պատկերացնենք, ուսուցչի հեղինակությունը, ուսուցչի սոցիալական կարգավիճակը եւ ուսուցչի հմտությունները։ Երբ այս բոլորը համադրենք իրար, կունենանք շատ ավելի հեռանկարային եւ շատ ավելի պատրաստված ուսուցիչներ, որոնք կպատրաստեն ավելի պայծառ քաղաքացիներ։ Եվ հուսանք, որ այդ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ երբ ցանկացած գիտելիք կարելի է համացանցից ձեռք բերել եւ արհեստական բանականության շնորհիվ ուսուցչի դերը չի նվազի։ Եվ ասեմ, ոչ թե չի նվազի, այլ 10 անգամ բարձրանում է, էլ ասեմ, որովհետև այժմ, եթե ժամանակին ուսուցիչը հանդիսանում էր հիմնականում ինֆորմացիայի աղբյուր, հիմա ուսուցիչը հանդիսանում է կարծես գրադարանավար, որտեղ կա եւ լավ գիրք եւ վատ գիրք, այսինքն եւ դու պետք է կարողանաս ուղղորդել երեխային դեպի լավ գիրքը, եւ դեպի ճիշտ ինֆորմացիան։ Հակառակը հիմա ուսուցչի դերը տասնապատիկ ավելանալու է, որովհետև ինֆորմացիան արդեն չզտված է, շատ է եւ պիտի լինի մարդ, որը կարողանում է ուղղորդել երեխային դեպի ճիշտ ինֆորմացիա։ Արհեստական բանականությունը ընդհանրապես գործիք է։ Եթե մենք տենց վերաբերվենք, ունենք մեծ հեռանկար։ Սուրեն ջան, շատ շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, հետաքրքիր զրույց է ու ժամերով ես վստահ եմ մենք կարող ենք այս թեմայից խոսալ։ Ես ընդհանրապես ասեմ, որ մեր հյուրն էր այսօր Սուրեն Ալոյանը, Կորիզ AM, ու ոչ միայն Կորիզ AM, ես շատ բաներ ա ստեղծել այս մարդը, շատ բաներ ա կիրառել եւ ում սիրտը ցավում է կրթության։ Այո, շնորհակալություն, որ մեզ հետ եք այսօր։ Շնորհակալություն։